Ինչպես գիտեք, այս չորեքշաբթի գիշերվա մեր սերտողություններում խոսենք նյութերու մասին, որ շատ անգամ գիրագի օրերը պատկամներու մեջ չենք կրնար խոսիլ ասոնց մասին, եւ այս սերտողությունները ընդհանրապես նյութեր են, որ կարևոր նյութեր են, որ հավատացյալին կյանքի մեջ պետք են, բայց ամենօրյա կորզնական նյութերու հետ անոնց մեջ դուրս նյութեր են, բայց նույնքան կարևոր են։ Եվ այսօր պիտի սկսենք նյութը, որ միշտ նյութ կդառնա եկեղեցիներու մեջ մանավանդ ներկայիս, դարբեր շարժումներ կան եկեղեցական, որոնք շատ անգամ ճշմարիտ վարդապետութենէ դուրս ելած բաներ գնեն եւ կհետևին բաներու, որոնք սուրբ քրայն չեն եւ այսօր պիտի խոսենք Սուրբ Հոգին բարգևներու մասին եւ այս Սուրբ Հոգին բարգևները շատ կարեւոր են եկեղեցի համար, որովհետեւ եթե Սուրբ Հոգին բարգևները եկեղեցի մեջ չգտնվին, այդ եկեղեցին եկեղեցիութենե գտածրի եւ չգնար որպես եկեղեցի շարժիլ հարաճ երթալ եւ այս Սուրբ Հոգի բարգևները Աստծո խոսքը մեզ գսե Տեր Հիսուս Քրիստոս ինքը գուտա Սուրբ Հոգին միջոցով հավատացյալներուն օգուտին համար։ Եվ այս շարքը որսի միտքենիդ բացեք, որտեղ կարևոր է, ով գուտա, որը միջոցով, որուն եւ ինչի համար։ Եթե փամը եկեղեցի մեջ գմտնե, որ հավատացյալներուն օգուտին Այսինքն եկեղեցին շինության համար չէ, եկեղեցին կքանթե, արդեն եթե շինության համար չէ, պիտի քանթե, ասել է թե ադիգա սուրբ քրային չէ, աստուծո մեջ է, սուրբ հոգին բարգևներն չեն եւ ադիգա գրնա վնաս բերել եկեղեցին մարմնին, քանթե շինե եւ այդ եկեղեցին զորացնե։ Ամեն եկեղեցի պետք ունի այս բարգևները, ինչպես ասի, անորամար այս նյութը կարևոր նյութ մնե, հագարակ որ քիչմը սխալ խորհուրդներ կան ամենտեղ եւ գդարածվին մանավանդ charismatic շարժումը որ կա, charismatic movement անգլերենով եւ ասոնց փուն նյութը որ բնթեն Սուրբ Հոգին բարգևներեն լեզուներով խոսիլ եւ բժշկության բարգևները գշեշտեն եւ ասոնց վրա շեշտը գտնեն, որ եկեղեցին պետք է ասոնց վրա հիմնվի, որ բոլորովին հագա Սուրբ Քրայնը եւ Սուրբ Գիրքի մեջ ոչ մեկտեղ անոն այդպիսի բան գսե, որտեղ անգե ավելի կարևոր բաներ կան, որ եկեղեցին պետք ունի եւ պիտի տեսնենք կամած, երբ որ հասնենք բարգևներուն, թե ինչ են ամեն մեկ բարգևին կարևորությունը եւ այդ երկուքը որ այս շարժումը գշեշտե եւ այսօր շատ եկեղեցիներ ադով դարված են պիտի տեսնենք որ ներկա թարուս մեջ այնքանալ կարևոր չեն եւ կտեսնենք որ այդ բարգևները ժամանակներ ունեին եւ այդ ժամանակը անցած է եւ անոնց օգուտը նույնիսկ չկա այլևս եկեղեցի մեջ Մեր նպատակն է այս չորեքշաբթի օրերուն, որ ճշմարիտ վարդապետությունը սորվենք եւ ճշմարիտ վարդապետությունը գուքա Աստծո խոսքեն։ Այն բանը, որ լավ գերեվի, ասել չէ թե ճշմարիտ վարդապետությունը։ Այն բանը, որ շատեր գերեվին, ասել չէ թե ադիգա ճշմարիտ վարդապետություն է։ Այն բանը, որ մեզի լավ գսկացնեն, ասել չէ թե ադիգա ճշմարիտ վարդապետություն է։ Այն բանը, որ մեզի այսինքն հաջելի փորձառություններ գուտան անոնքալ ասել չէ թե անպայման ճշմարիտ վարդապետություններ են եւ այսօր շատ եկեղեցիներ սկացումներու երևույթներու եւ փորձառություններու յետևեն գերտան ինչպես աս լեզուներու խոսիլը շեշտեցի որ կշեշտեմ որ անպայման մեկը եթե հավատացյալ է պետք է լեզու խոսի բայց այդ լեզու խոսիլը իրեն ոչ մեկ օգտագործություն ունենա հոգևոր աճման մեջ, որովհետև ադոր օգուտը չի գա
մասնավոր բամը չի գավ, ինչպես վերջը պիտի սերնենք եւ տեսնենք։ Այս հոգևոր բարգևներու, Սուրբ Հոգին բարգևներու մասին ամենաշատ կգարտանք առաջին Կորինթացիս 13-14 համարներու մեջ, եւ երբ որ այս գլուխները կգարտանք, որ շատ համարներ այսօր անդեղեն պիտի գարտամ, կտեսնենք, որ կարևոր գեդեր կան այս Սուրբ Հոգի բարգևներու մեջ Կորինթոսի եկեղեցին հետ կապված, որ մեկ բան կստագացնե թե եթե եկեղեցին ունի այս բարգևները, ասել չէ թե անպայման եկեղեցին լավ եկեղեցին գնալ, եթե այդ բարգևները շիդակ կերպով չկործածվին։ Օրինակ համար առաջին Կորինթացիս 1:2 գխոսի ներողություն այս բարգևները ընդհանրական եկեղեցին համար օգուտությունին անալսեմ դեղական եկեղեցիներ պետք է կործածել որբեսի դեղական եկեղեցիները կարենան օգտագործել իրենց եղած դեղերում մեջ ինչպես երբ որ եկեղեցի մասին խոսեցանք Սուրբ Գիրքի մեջ ընդհանրական եկեղեցի քաղաքարը չի գա այս միությունները հարամանություններու միությունները ասոնք բոլորը Սուրբ Քրային չեն եւ ամեն մեկ եկեղեցի որ գիշվի Սուրբ Գիրքի մեջը այո կործակցությունը կարելի է անորմեծ սխալ բան չի գա բայց երբ որ միություններ գլա թասեր գտրվի գլուխ կթասվի ինչպես գիտեք մեր շուրջը գտնված շատ հարամանություններ ունին այսպիսի գարքեր պետք է ամենամեծը լա դորդակ ուրիշներ եպիսկոպոսներ չեմ գիտեր ինչեր արքեպիսկոպոսներ եւ ասոնք ոչ մեկ սուկրային հիմք ունին եւ այս համարը առաջին Կորինթացիս 1:2 մեզի շատ հստակն է Պողոս Արաքյալը գրե Կորինթոսի մեջ եղած Աստուծո եկեղեցին Քրիստոս Հիսուսով սրբվածներուն Սուրբերը լալու կանչվածներուն այն ամենուն հետ որ ամեն դեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսին անունը կգանչեն իրենցը ու մերը Պողոս Արաքյալը հadouk գրե այս նամակը Կորինթացիներուն ասել է թե այս հարցերը որ գային Սուրբ Հոգին բարգևներուն հետ կապված գաբ ունեին դեղական եկեղեցի հետ ընդհանուրին հետ չէր այս եկեղեցին հարցերուն հետ կապված նամակ մնե որ գրե եւ նայեցեք այս եկեղեցի մեջ ինչեր կբադայր առաջին Կորինթացիս 3:3 առաջին Կորինթացիս 3:3 այս եկեղեցի մեջ նայեցեք ինչ հարցեր կա գսե որովհետեւ դա գավին ծեր մեջ նախանց ու հագարագություն եւ բաժանումներ կան չէ որ մարմնավոր եք ու մարդ կորեն գքալեք նորեն գշեշտեմ այս եկեղեցին հագարակ որ բարգևներ ուներ մեջը դժվարություններ կար որովհետեւ այս բարգևները շիդակ կերպով չէին կործածվել գսե մեջերնի բաժանումներ կա գսե ծեր մեջը հագարագություններ կա նախանց կա գսե ասոնք եկեղեցի վայելող բաներ չեն բայց եկեղեցի մեջ կար հետո 1:11-ի մեջ գսե Վասնզի ցեզի համար ինձի լուր հասավ եղբայրներ քղվեի դուներեն եղողներեն թե ծեր մեջ հագարագություններ կան գտեսնեք այս եկեղեցին առողջ եկեղեցի չէր եւ ադեալ չէր բավեր հետո գարտանք ուրիշ տեղ 11-19-ին մեջը որ իրենց մեջը գերց վարդապետներ ալգային ուսուցիչներ ալգային Սեբասն 11-19 Սեբասնզի հարգած ծեր մեջ հերցվածներ ալ վիդիլան ասոնք բոլորը գծուցնեն թե եկեղեցին գադարյալ եկեղեցի չէ մանավանդ երբ որ իր մեջ գտնված բարգևները Սուրբ Հոգին բարգևները շիդակ կերպով չի կործածվիր
Ադորամար է որ այս սերտողությունները կարևոր են եւ այս նույնը ինքնին շատ կարևոր դեր գտնե մեր եկեղեցիներս, եթե պիտի ըլլանք առողջ եկեղեցիմը։ Ինչս էլ է բարգև բառը որոս դեր գործածվի, կրնանք նվերա լսել, բարգև նվեր հոմանիշներեն, եթե հունարեն բառը պիտի նայինք, հունարեն բառը քարիզմա բառն է, անոր համար քարիզմատիկ շարժումը մեջտեղ եկավ։ Քարիզմա բառն է, որ գուքա քարիս բառեն եւ քարիս բառը շնորհք կնշանակե եւ ուրիշ տեղեր երբ որ գարտանք բարգևներու մասին շնորհք բառը կգործածի, այսինքն աստուծմե դրված բամն է, որուն մենք արժանի չենք։ Եվ քարիզին արմադը քար բառն է, հունարեն քար բառն է, որ կնշանակե ուրախություն։ Շատ հետաքրքրական է։ Այս բարգևները պետք է ուրախություն բերեն, ուրախութենեն հարաճ կան։ Եվ վերջավորությունը ուրախություն կբերե։ Երբ որ շիդակ կերպով կործածվին, ասոնք մեզի դրված են ծրիապար աստուծո գոմեն, որբեսի Քրիստոսի եկեղեցին առողջ եւ ուրախլա աջի մեծնա Քրիստոսի մեջ ամենադեն։ Ուրեմն, առաջին հոգևոր բարգևները աստուծմե դրված կարողություններ են, որ պետք է կործածվին աստուծո թագավորության ծառայության մեջ։ Եփեսացիս 4:7-8 գսե բայց մեր ամեն մեկունալ շնորհք դրված է Քրիստոսին բարգևին չափով։ Գտեսնեք ոս շնորհք եւ բարգև իրարու հետ կգաբե։ Մեկուն շնորհք դրված է Քրիստոսին բարգևին չափով, անոր համար գսե փարս ելավ քերությունը քերի բռնեց ու մարդոց բարգևներ դվավ։ Ով է դվողը այս բարգևները, որ մեկը կան մեզի շատ հստակ է Քրիստոսին միջոցով գսե Քրիստոսի միջոցով մեր ամեն մեկունալ շնորհք դրված է Քրիստոսի բարգևին չափով Քրիստոս ինքն է որ այս բարգևները գուտա եկեղեցին եւ առաջին Կորինթացիս 12:4 այս բարգևներուն համար գխոսի եւ գսե բարգևները զանազան են բայց դվողը նույն հոգին է այսինքն դարբեր բարգևներ կան հոգևոր բարգևները դարբեր բարգևներ են եւ վերջը գսե թե այս բոլորը միասին պետք է աշխատին եկեղեցի մեջը 12:7 առաջին բաժինը գսե բայց ամեն մեկուն հոգին հայտնությունը դրված է բոլորին շահուն համար ասինք Քրիստոսին կգուտա Սուրբ Հոգին միջոցով եւ հոս գսե բոլորին շահին համար երբ որ մեկ բարգև գունենա եւ այդ բարգևը այդ անցին կբարձրացնե ադիգա եկեղեցին չի շիներ անոր համար լեզուներու հարցը երբ որ մեկ լեզուներով խոսի միշտ չի գնար խոսիլ at over լեզուով խոսի ինքնինքը ավելի բարձր կսկա եւ ինչպես շատ as քարիզմատիկ շարժումներ գսեն եթե լեզուով չես խոսիր ասել է թե դու Սուրբ Հոգին չունիս եւ փրկված ես ինչպես կարելի է այստեղ այդպիսի բան չխոսիր եթե Սուրբ Հոգին բարգևը լեզուն պիտի կործածվի պետք է ամենուն շինության համար լա վերջը ուրիշ բաներ պիտի սեման մասին որ պիտի տեսնենք թե այդպես չի բադայր այս ներգայի այս լեզուներ խոսելու մեջը երկրորդ մասը անշուշտ ասենք բոլորին շինության համար գսե եթե բարգևը պիտի կործածվի շինիչ պիտի լա եկեղեցին համար եկեղեցին օգուտին համար եւ 14:6 առաջին Կորինթացիս 14:6-ի մեջ գսե հիմա եղբայրներ եթե ես ցեզի կամ լեզուներ խոսելով ինչ օգուտ պիտի ունենամ ցեզի եթե չխոսիմ ցեզի կամ հայտնությունով կամ գիտությունով կամ մարգարեությունով կամ վարդապետությունով գտեսնեք գսե Բողոս Սարքյալը փամը որ օգուտ չունի
ինչ իմաստ ունի։ Թուն գնաս ասել ես ասինչ բարգև ունիմ, ասինչ բանը, բայց եթե եկեղեցին շինության համար չի կործածվի, այդ բարգևը անօգուտ է, ոչ մեկ օգտագործություն ունենա։ Այստեղը Պողոս առաքյալը այդ է որ գշեշտ է։ Եվ առաջին Պետրոս 4:10-ի մեջ գսե նորեն առաջին Պետրոս 4:10-ը ամեն մեկը ինչ շնորհք որ արավ զանիգա իրարու մատակարարեցեք Աստուծո զանազան շնորհներեն բարի դնդեսներու պես իրարու մատակարարեցեք ինչ բարգև որ Աստված կուտա ասել է թե իրարու համար իրարու կործածելու համար է իրարու օգնելու համար է իրարու օգտակար դառնալու համար է եւ ոստեղը գսե Աստուծո զանազան շնորհներեն նորեն կտեսնեք բարգև բարը կփոխե շնորհներուն հետ Աստուծմե դրված լավ բան մնե ասիկա բարգև նվեր մնե շնորհներեն Աստուծո Սուրբ Օքին բարգևները եւ բարի դնդեսներու պես գսեք անոնք կործածեցեք այսինքն ինչ որ մեզի հանձնված է լավակույն գերբով կործածել ձույլ չլալ կամ թե թեթևի չառնել կամ թե երբ որ սիրտերնից ուզե երբ որ սիրտերնից չուզե որուն գսիրենք անոր գնենք որուն չենք սիրեր ադոր չենք գներ ասպիսի բաներ չի գա լավակույն գերբով փամ մնե որ Աստուծմե մեզի դրված է եւ ադիգա լավակույն գերբով պետք է կործածենք առաջին Կորինթացիս 14:12 գսե նույնպես ցուկալ որովհետև հոգևոր բարգևներու նախանցախնդիր եք եկեղեցին շինությանը համար խնդրեցեք որ ավելնակ նույն բարգևներով ինչի համար շատ հստակ է եկեղեցին շինության համար եկեղեցին գլուխը Քրիստոս ինքն է եկեղեցին գլուխը լավ գիտե եկեղեցին պետքերը ինքը գուտա բարգևները որ պետք են այդ եկեղեցի մեջ Սուրբ Օքի միջոցով հավատացյալներու վերստին ծնած անձերու որ եկեղեցին կգազմեն ինչպես Կորինթացի մեջ գսել սուրբեր գանչված սուրբերը լալու սրբված ենք Աստուծո համար կործածվելու եւ եթե իրապես սրբված ենք այսինքն ինչ որ 5 դագարանի մեջ երբ որ եկեղեց դաջարին համար կործիկներ պիտի կործածվեին անոնք կսրբվեին ասել է թե այդ կործիկները միան պետք է կործածվեր դաջարին մատակարարության համար դուրսը չեր գնար կործածվել ադոնք եւ երբ որ Բարսիկ թագավորը փորձեց անշուշտ քերության որ դարին այդ դաջարին կործիկներն ալ ոսկեղեն ամաններն ալ դարածեին եւ երբ որ խնջույքի ադենը փորձեց անոնք քանել եւ անով զվարճանալ քինի խմել Աստված ամիջապես բաճեց այդ թագավորին կտեսնեք մենք պետք է ասմեգը շատ լավ հիշենք որ սրբված ենք Սուրբեր բարը եւ սրբված իրարու հետ կապված երկուքը նույն արմադեն կան այս բարերը սրբված ենք Աստուծո համար ծառայելու կործածվելու եկեղեցին շինվելուն հարաճ երթալուն եւ Աստուծո թագավորությունը մեծնալուն համար Այսիգա եթե միտքերնես վարգյամը դուրս ելե կրնանք սխալ նպատակներու ծառայել եւ Աստուծո փառք չբերել Մեկ բան գուզեմ աստեղը հստակացնել որ դաղանտներ եւ բարգևներ տարբեր բաներ են դաղանտները մարդկային կարողություններ են որոնք բնական կարողություններ են որ մեզի հետ կան մեր ծնածորեն մեր մեջ գլան կամ կրնանք այդ դաղանտները մեր մեջ զորացնել սորվելով եւ կամ փորձելով եւ կրնան կործածվիլ ով մեկ բանի համար նույնիսկ չարության համար կրնան կործածել ինչպես քիչ առաջ երբ որ սկսանք գսեի մեր ընկերության երկու շաբթի օրը մեր Ռամադան account-ները հակերին եւ փարկազո փամը չկողծվեցավ, բայց երբ որ ամեն անգամ որ միտքս կուքա թե ասմարտիկը որքան սերդած են այս բաները, որքան լավ
գիտեին ամեն ձագը website-ին, account-ին, թե ինչպես կրնան կողնալ, ասի ասոնք ասչափ խելք ունին ինչու շիդակ կերպով չեն կործածեր լավ բիզնեսը բանալու, լավ եկամուտ ունենալու, ինչու կողությունով գնեն։ Ասելիքս որ լավ դաղանտներ ունին, բայց չարության համար կկործածեն։ Եվ մեր դաղանտները որ կան, մենք ալ գրնանք լավության համար կործածել եւ քեշության համար կործածել։ Բայց բարգևները միայն Սուրբոքին որ մեզի գուքան, Սուրբոքին մեզի գուդա, Քրիստոս գուդա Սուրբոքի միջոցով, անոնք միայն գրնան կործածվել Աստուծո փառքին համար, Աստուծո թակավորության համար։ Եվ այս է դարբերությունը դաղանտին եւ բարգևին։ Բարգևը Աստուծո մեկ գուքա դաղանտը մեր մեջն է եւ գրնանք լավացնել եւ կործածել բարի կամ չարի։ Բարգևը միայն Աստուծո համար։ Այս է դարբերությունը։ Եվ անշուշտ Աստված է որ գորոշե ինչ բարգևի դիտա որուն առաջին Կորինթացիս 12:11 Սե այս ամենը միևնուն հոգին կներկործե եւ ամեն մեկուն զատ կփաժնե ինչպես ուզե Աստված կփաժնե այս բարգևները ինչպես որ գուզե Ադորամար գնամ ասել ցեզի որ եթե գաղութեք բարգևի համար որ ճունիկ աղոթքը անիմաստ է Աստված պիտի դա ցեզի այն բանը որ պետք է այն մարմնի մեջ ուր աշխատիկ կծարայեք եւ հոն սնունդ կառնեք այսինքն Քրիստոսի մարմինը Աստված գորոշե թե ինչ բարգև կամ բարգևներ պիտի դա ցեզի Առաջին Կորինթացիս 1:7 գսե որբեսի ցեզի ովևէ շնորհք չբացի մեր Տեր Հիսուս Քրիստոսին հայտնվելուն սպասելով Այսինքն Աստված երբ որ ինքը գուտա գիտե եկեղեցին պետքերը բագասները Եվ այսպեսով ինքը գփաժնե ինչպես որ եկեղեցին պետք ունի։ Եվ այս բարակային այս համարի մեջ կհասկանանք որ եկեղեցին Կորինթոսի եկեղեցին ոչ մեկ բագասություն ուներ բարգևներով։ Եվ այս բոլորին թիմած կտեսնենք որ շատ խրթին հարցեր ունեին եկեղեցի մեջը։ Կարևոր Քանի որ եկեղեցի մեջ բարգևներ կա, ասել չէ թե անպայման այդ եկեղեցին շատ զորավոր հոգևոր եկեղեցի մնե։ Եվ Կորինթոսի եկեղեցին այսօր օրինակն է։ Ամեն տեսակ բարգևներ կար, բայց անոր դիմաց մարմնավոր էին, համարը գսե մարմնավոր գաբրիկ դուք գսե։ Եվ շատ մեծ դժվարություններ ունեին եկեղեցի մեջ։ Հիմա ուրիշ գետ մնալ կարևոր հոգևոր բարգևներուն հետ Սուրբ Հոգին բարգևներուն հետ կապված այն է որ ամեն մեկ եկեղեցի անդամ որ Քրիստոսի արյունով սրբված մաքրված է եւ վերստին ծնունդ ունեցած է եւ գծարայ է Աստծո ամեն մեկ անդամ բարգև ունի Աստված ամենուն փամը գուտա մեկը չի գնարսել որ օ ես փամը չունիմ Եթե այդպես կխորիս կարելի է որ թուն դակավին չես հասկացած կուդեղդ եկեղեցի մեջ առաջին Կորինթացիս 12:7 եւ 11 կսե 7 բայց ամեն մեկուն հոգին հայտնությունը դրված է բոլորին շահուն համար ամեն մեկուն հոս երբ որ ամեն բառը գործած է մեկը դուրս չի մնալ Ամեն եկեղեցի անդամ բարգևը ունի եւ 11 նալգսե նույն գլխուն 11 գսե այս ամենը միևնուն հոգին կներկործե եւ ամեն մեկուն զատ կփաժնե ինչպես ուզե հոս այլևս փախուշ չի գա միտքը շատ հստակ է ամեն անց
եկեղեցի մեջ բարգևը ունի։ Եփեսացիս 4:7 նորեն կշեշտե։ Բայց մեր ամեն մեկունալ շնորհք տրված է Քրիստոսին բարգևին չափովը։ Քրիստոսին բարգևին չափովը ամեն մեկուն տրված է։ Առաջին Պետրոս 4:10 Ամեն մեկը ինչ շնորհք որ արավ զանիգա իրարու մատակարարեցեք Աստուծո զանազան շնորհներուն բարի դնդեսներու պես։ Եվ Ռոմայցիս 12:3 Ռոմայցիս 12:3 կսե Հաբա սկաս կենալ մտածե հավատքին չափովը որ Աստված ամեն մեկուն բաժնեց Եթե մեկադալ գուզեք մեկադալ գա որովհետև ստագլաս բեգը 12:6 մեջ նորեն գգրտնենք կսե ուստի մենք զանազան բարգևներ ունենալով այն շնորհքին համաձ որ մեզի դրված է մեզի դրված է այսինքն բոլոր եկեղեցին ամեն մեկուն եթե մարգարեություն հավատքին չափովը կործածենք Ուրիշ հարցնալոս պետք է ստագացնենք, թե արդյոք մեկը գա, որ ամեն բարգև ունի և պատասխանը անոր ոչ է։ Աստված գուտա հատուկ բարգևներ գնա 1, 2 կամ 3 բարգևներ ունենա, բայց ասել չէ թե մեկը ամեն բարգև գունենա կամ պետք է ունենա։ Աստված ինչ որ պետք կդեսնե այդպես կբաժնե այս բարգևները ամեն մեկ անձ ամեն մեկ անդամ Քրիստոսի մարմնին դարբեր ծառայություններ եւ դարբեր գործունեություններու կրնա բաժին բերել բայց Քրիստոսի մարմնին օգուտին համար եւ Աստված շատ լավ գիտե որուն ուր պիտի տնե ինչ բարգևով օժտած եւ ինչպես պիտի կործածվի այդ անձը իր թակավորության համար առաջին Կորինթացիի մեջ ասոր բացատրությունները կան ավելի երբ որ միս բաժիններն անցնենք պիտի ավելի մանրամասն խոսին բայց հոսքոնե միան այսքան ասեմ կուզեք կարդանք առաջին Կորինթացիի 12:29-30 միթե ամենքը առաքյալներն են, միթե ամենքը մարգարեներ են, միթե ամենքը վարդապետներ են, միթե ամենքը հրաշներ կգործեն, միթե ամենքը բժշկության բարգևներ ունին, միթե ամենքը լեզուներ կխոսին, միթե ամենքը թարգմանություն գնեն, եւ ասոնք հարցականի հարցումով է, ամեն մեկուն վրա հարցումի նշան կա, այսինքն Պողոս առաքյալը ասել թե ամեն մարդ ամեն բան չունի, ամեն մարդ հատուկ բարգև կամ մի քանի բարգևներ ունի, որ միան անոնց մեջ Աստված կուզե իրեն կործածել։ Ռոմայցիս 12:4 կսե վասնզի ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք ու այն բոլոր անդամները միևնույն կործը չունին։ Կտեսնեք աչքը չի գնար քիթին կործը կատարել, քիթը չի գնար փերանին կործը կատարել, ցերկը չի գնար փերանին քիթին կործը մեկ մյուսին ինչպես մեր մարմնի անդամները ճիշտ նույնն է Քրիստոսի մարմինը որ ամեն մեկ դեղ ունին հատուկ եւ եթե ամեն մարդ իր դեղը գիտնա եկեղեցին յուղված այսպես հարաճ կերտա եւ գզարքանա գաջի եւ գմեծնա չեմ գիտեր ձեր մարմիններուն որքան մդիկ կնեք կամ թե ուշադրություն կդարձնեք երբ որ ես կխոսիմ Փերանս կխոսի Փերանս չի մտածեր թե աչքս ինչ կնե այդ վարյանին կամ թե քիթս կշնչե Փերանս չի մտածեր որ քիթս կշնչե կամ ոչ խոսի չխոսի ագանչից նույն չէ Փերանիս ըրածը այսինքն ամեն մեկ մարմի անդամ որ կան իրենց կորձ կգադարեն պետք եղած վարյանին պետք եղած ցևովը եւ մարմինը ընդհանուր
գշարժի, գկործե եւ օգտակար բաներ գնե։ Այսինքն մենք չենք որ մեր ագանչին ռածը, փերանին ռածը, թոքերուն ռածը գարկի տնենք, լավ որ մենք չենք, եթե ոչ ամենքս անորմալ պիտի լայինք, որովհետև մենք շիդակ պամը թեր չենք գրած այս աշխարհի վրա, ինչ որ գնենք, մեկ կոմեն գշնենք, միս կոմեն գքանտենք, եթե չեք համաձայնիր, ցեզի օրինակ մտամ, ինքնաշարժերը, օտոները, շատ աղոր գործիք են, մեզ ուզած դերնից կասնին, բայց pollution գհանեն, հետո այդ նյութերը որ գործածվին երբ որ հինան ինչ պիտենեն անով աղբը գավելնա գտեսնեք լավ բանը փորձենք կորնել բայց նա դեն կանտենք նույնն է եկեղեցի մեջ եթե մեր ուժերով մեր կարողություններով եւ եթե մեզի ինարդ աստուծմե ուզել թե ինչ բարգև գուզենք ցեզի գնամսել մեր եկեղեցիները անորմալ գլան շիդակ չենք շարժիր շիդակ չեն գնարկալել Քրիստոսը որ եկեղեցին գլուխն է գիտե եկեղեցին պետքերը ադորամատ գպաժնե ամեն մեկն այս համարը շատ գեղեցիկ է գուզեք անգամ երբ սկարտամ 12:4-ը գսե վասնզի ինչպես մեկ մարմինի մեջ շատ անդամներ ունենք ու այն բոլոր անդամները միևնույն կորձը չունին չի մորնակ հիմա ասիկա գշեշտեմ որովհետև շատ անգամ նախանց կսկսի մարմնի մեջ որովհետև մեկը բարգև ունի որ ամբես գերեւի թե ավելի մեծ կորձ կգադարե եւ միսերը որ այնքան մեծ բարգև չունին կսկսին նախանցիլ եւ խլրդումներ կսկսի բայց աստուծո համար մարմնին շարժիլն է կարևորը եւ եթե ամեն անդամ մարմնի իր կորձը շիդակ կերբովն է այն ադեն է որ մարմինը շիդակ կաշխատի ուրեմն մեծ բզդիգը չի գա անդամներ ունին կսե եւ բոլոր անդամները միևնույն կորձը չունին այս եկեղեցին ծառայությունները որ կան ամեն մեկը հատուկ բարգևներ կպահանջի եւ Աստված գիտե ով բիդի ընդրե այդ բարգևները որում բիդի դա որ այդ կորձը կատարե Առաջին Կորինթացիս 12:14-ին 24 համարները որ բոլորը բիդի չի գարտամ վերջը գարտացեք ձեր ազատ բային հոն գխոսի թե ինչպես Աստված գհամատրե մարմնի անդամները 24 համարը գարտամ 24 համարը գսե ու մեր վայելուչ անդամներուն փամը պետք չէ բայց Աստված մարմինը բարեխառնեց եւ բագասություն ունեցողին ավելի բադիվ դվավ Չէ դա կրկրական է Աստված կսե բարեխառնեց մարմինը բարեխառնեց եւ հոս աս վերջին մասը հետաքրքրական է գսե Աստված մարմինը բարե ու բագասություն ունեցողին ավելի բադիվ դվավ մենք կգարձենք որ ով որ շատ մեծ Բաշտոմը չունի, անիգա արժեք չունի, բայց ոստեղը հագարագը գսե, ադոր ավելի բադիվ դվավ գսե, ամ որ կեդինները գավլե, ամ որ աղբերը գավակ է, ավելի մեծ բադիվ գուդա աստվածանոր, կան ամ որ գերևի, եւ ուրիշտեմ նա գսե, սկուշեղիր, երևելի դեղը ավելի մեծ պատասխանատվություն գա, ավելի մեծ հաշիվ պետք է դրվի, ես անցամբ կպապակիմ վարակույրին ետևեն աշխատիլ, բայց Անբես եղավ ձևոր աստված աստեղը հասուցած է որ ինձի գիտեմ որ սորվեցնելու բարգև դված է եւ պետք է ես հնազանդիմ աստուծո որովհետեւ այս բարգև ինձ դված է կորձածել եկեղեցին շինության համար անոր համար այս չորեքշաբթիները գանտբինք ամար ծմեր ինչ ալլա ասիկա կարևոր բան է եթե եկեղեցին տաստիարակություն չունենա Գիրագի օրվա պատկամներով ոչ մեկ դեր գահասնի։ Ուրախ եմ որ դուք ամենադեն գմիանակ եւ ասիգա շատ կարեւոր բան է։
շատ այստեղ կարևոր բառը որ ուզեցի ձեր ուշադրության հանձնել այս էր որ գսե Աստված գսե մարմինը բարեխառնեց եւ երբեք չքանքադինք չներվինք որ Աստված մեկ բարգև դված է մեզի ուրիշ բարգև դված է Աստված գիտե լավակույնը եւ Աստված լավակույնը գնե Աստուծո կորձին մենք չխառնվենք բարձաբես ինչ որ Աստված մեզի դված է անիգա լավակույն կերպով կորձած ենք լավակույն կերպով դնդեսություն ունենք այդ բարգևին վրա ինչպես համարը քիչ առաջ կարդացինք 18-րդ համարն ալգարթամ գսե բայց Աստված անդամներ ծրավ մեկ մարմնի մեջ ինչպես ինք ուզեց կտեսնեք եկեղեցին գլուխը Քրիստոս ինքն է Աստված ինք իր ուզածին պես կշարժի Պամնալ ասեմ աստեղը չմոռնանք որ Աստված մեզ մե ավելի լավ գիտե մեզի եւ քալիքը գիտե մեր անցյալը գիտե մեր դգարությունները գիտե մեր զորությունները գիտե եւ ինչ լավ դիլար որ մենք Աստուծո ըրածին հոժարապար ընդունենք եւ ադով շարժինք հարաճ որբեսի Աստուծո թակավորությունը հարաճ երթա որտեւ ամեն մեկս կանչված ենք որ Աստուծո թակավորության մեջ կորձիկները լանք իր փառքին համար եթե գծախոյինք այդ մեկի մեջ քիծած լանք որ պիտի գործընծնենք այն վարչությունները որ Աստված մեզի համար պատրաստած է թե այս աշխարհի վրա եւ թե վերը երկինքը երբ որ օրը իր արժեվը գայնենք պիտի ուզենք լսել այդ խոսքերը որ ասե աբրիս բարի ու հավատարիմ ծառա մդիր հանգիստը պիտի դա մեզի թակեր եւ մենք պիտի գարնանք այդ թակերը Հիսուսի ոտքերուն տնել որովհետեւ ինքը արժանի է իր միջոցով է որ ենք ինչ որ ենք ունենք կյանք հավիտենական կյանք դարձանք Աստուծո զավակներ եւ պիտի լանք Աստուծո այդ հավիտյան սավդենից Փառքը միան իրեն լա դերը օրհնե բոլորի կալ չորեքշաբթի պիտի շարունակենք եւ կամած այս բոլոր բարգեւներուն վրա ենալ պիտի անցնենք քիչ համբերեցեք մի քանի շաբաթներ պիտի առնե եւ բոլոր բաներն ալ պիտի փորձեմ գրծածից չափ հստակացնել ցեզի դերեդեմ